Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիան թուրքերին եւ թրքությունը վիրավորելու մասին է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով մեղադրել են բոլոր նրանց, ովքեր խոսել են հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանները դյուրագրգիռ են արձագանքում, երբ իրենց ցեղասպան են կոչում, նաեւ այսօր։ Վերջին անգամ 301-րդ հոդվածի մեղադրանքով դատարանը վճիռ է կայացրել ապրիլի 6-ին։ Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի նախկին փոխնախագահ եւ կինոգործիչ Ծագումով քուրդ Ռոջհիլաթ Ակսոյին մեղադրանքեր առաջադրվել Դիարբեքիրում Ավրորայի լուսաբացը անիմացիոն ֆիլմը ցուցադրելու այդ ցուցադրությունը կազմակերպելու համար։ Ֆիլմում հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիկանյանի պատմությունն է։ Դատախազը պահանջել է, որ Ակսոյը պատժվի, բայց դատարանը նման վճիռ չի կայացրել։ Կարևոր է տեսնել ոչ թե այն պատճառով, որ պատրաստ են հանդուրժել ցեղասպանի պիտակը, այլ այն, որ Ակսոյի պաշտպանը բացատրել է իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ, միայն մասնակցել է ցուցադրության գործընթացին։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հայցի վերաբերյալ։ Կան որոշումներ, որոնցով անհատներ եւ հաստատություններ, այդ թվում Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկություն տարածելու մեջ, արդարացվել են։ Պետք է նկատել, որ անգամ այստեղ ոչ թե ցեղասպանություն է նշվում, այլ 1915-ի իրադարձություններ։ Սա թուրքական, պաշտոնական, ժխտողական քաղաքականությունն է։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Բաքվում ականջները սրած են հետևել Փաշինյան-Պուտին կոնֆլիկտին, ատամներն էլ սրած Սյունիքին նայելով։ Zəngəzur dəhlizinin reallaşması bizim üçün sadəcə an məsələsidir. Թուրքիայում անորոշ վիճակ է Սյունիքի մասով եւ Հայաստանը հաղթաթուղթ ունի։ Ermenistan'daki Zengezur koridoru üzerinden ՆԱՏՕ-ի հովանոցի տակ թաքնված վախկոտը Թուրքիան իրեն ՆԱՏՕ-ի նոր լիդեր է երևակայում։ Hiç kimse Rusya'ya NATO'dan çıkınca Rusya bize kucak açacak. Açar bir kucak ama nasıl bir kucak açacağını kestiremeyiz. Եվ հարցազրույց Հրայր Պալյան, կոնֆլիկտոլոգ եւ անավարտ խաղաղություն գրքի հեղինակը։ Արցախի էջը փակ չէ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չէ։ Թե Թուրքիան եւ մանավանդ Ադրբեջանը գործեն Հայաստանի քիթը ցեխի մեջ խոթել ամեն քայլի։ Եվ այսպես Արցախի դրոշը, եկեղեցականը եւ Սամվել Կարապետյանը, կողքին Ռոբերտ Քոչարյանը, ապա պոստերը, վրան գրված Սյունիք եւ Կրեմլի խորհրդանիշը։ Այսպիսի հետանկարով է Բաքվի պետական հեռուստաալիքն արդեն երրորդ շաբաթն անընդմեջ պայքարում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու այս անգամ նաեւ եկեղեցու եւ հայ-ռուսական հարաբերությունների դեմ, փորձելով հասկանալ, թե ինչ կատարվեց Կրեմլում Փաշինյանի եւ Պուտինի միջև։ Ամենահետաքրքիրն այն է, թե ինչ տեքստով են բացում այս թեման։ Bəli, tarixi unutmamaq, gələcək bəlaların qarşısını almaq üçün ən uğurlu vasitə. Պատմությունը չմոռանալը ապագա անախորժությունները կանխելու ամենաարդյունավետ զենքն է, որովհետև այսօր կան ուժեր, որոնք դասեր չեն քաղում պատմությունից եւ ցանկանում են իրագործել իրենց անձնական նկարտումները ցեղասպանության եւ այլ հանցագործությունների միջոցով Gözləyirlər. Və yalnız Ermənistanda da yox. Erməni revanşistlərinə havadarlıq edən digər mərkəzlərdə də նրանք դեռ սպասում են իրենց ժամանակին եւ ոչ միայն Հայաստանում, այլև հայ ռևանշիստներին աջակցող այլ կենտրոններում։ Ալիևի Մամադովի այս հայտարարությունը պետք է դիտարկել Փաշինյանի իրական Հայաստան, պատմական Հայաստան հակադրության իրականը պատմականից կարևորելու մղումների կոնտեքստում։ Բաքվում գիտեն, որ Հայաստանում ոչ բոլորն են պատրաստ մոռանալ հայոց պատմությունը, որովհետև ինչպես Ալիևի Մամադովը ձևակերպեց, պատմությունը չմոռանալն ապագա անախորժությունները կանխելու ամենաարդյունավետ զենքն է։ Մամադովը նաև թվում է, թե այդ ովքեր Հայաստանում պատրաստ չեն մոռանալ պատմությունը։ Առաջինը եկեղեցին է։ Ընդ որում Բաքվում հուզված են Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի սադրանքով։ Նիկոլ Փաշինյանın iştirakı ilə Երևանդakı müqəddəs Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում Սուրբ Պահին վարչապետի դեմ հարձակումը վկայում է այն մասին, որ եկեղեցին ինչպես միշտ դեռևս դիվերսիոն գործառույթ է իրականացնում։ xəbər verir. İkinci sırada isə xuntaçılar gedir.
Ռոբերտ Քոչարյանի տարեվտարları իդեա edirlər ki, Երկրորդ տեղում խունտայի անդամներն են։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները պնդում են, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրել մինչև Փաշինյանի իշխանության գալը, եւ եթե իրենք հաղթեն ընտրություններում, ապա կրկին խաղաղություն կլինի։ Հայտնի է թե ինչ խաղաղության մասին է խոսքը։ Նրանք, ովքեր սատարում են նախկին նախագահին, մերժում են Պրահայի հայտարարությունը, Թրամփի եւ Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրերի պայմանները։ Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Да, мы признали Карабах в составе Ադրբեջանը։ Թրիփով Փաշինյանը Սյունիքով անխոչնդոտ անցում տվեց թուրքերին եւ ադրբեջանցիներին անխոչնդոտ, ինչպես Ալիևն էր բառացի պահանջել։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Onlar ilk növbədə Zəngilanla Ordubad arasındakı ərazidə bizə maneəsiz keçid verməlidirlər. Նրանք առաջին հերթին պետք է Զանգիլանի եւ Օրդուբադի միջև եղած տարածքով մեծ անխոչնդոտ ճանապարհ տան։ Վաշինգտոնի խաղաղության համաձայնագիրն էլ, որպեսզի Ադրբեջանը ստորագրի, Փաշինյանը պետք է Հայաստանի սահմանադրությունը փոխի եւ հրաժարվի անկախության հռչակագրին հղումից։ Ահա թե ինչ է իրականում նշանակում Բաքվի պետական հեռուստաալիքի այդ մեկ նախադասությունը, որ Քոչարյանին սատարողները մերժում են Պրահայի հայտարարությունը, Թրիփի եւ Վաշինգտոնի խաղաղության համաձայնագրերի պայմանները։ Պրահանայո մերժում են, Թրիփը համարում են մեռելածին, խաղաղության համաձայնագիրն էլ փաստացի ստորագրված չէ։ Իհարկե սա ամենը չէ, կա մի կարևոր հանգամանք եւս, որի մասին Բաքվից նույնքան բաց ու պարզ են խոսում։ Քոչարյանականների եւ ընդհանրապես Հայաստանում ընդդիմության եւս մեկ առաջարկ, որը բոլորովին Բաքվի եւ Փաշինյանի սրտով չէ։ sülhün iki tərəfli Նրանք առաջարկում են տարբերակ, ըստ որի խաղաղությունը կհաստատվի ոչ թե երկու կողմերի միջև, այլև դրսից միջնորդությամբ։ Իհարկե, խոսքը Ռուսաստանի մասին է։ əlbəttə ki, Rusiyadan gedir. Դիտարկում են Կրեմլում հանդիպման ժամանակ հնչած կարևոր հայտարարությունները, հերակամիանում Փաշինյան-Պուտին կոնֆլիկտին ավելացնում իրենց ընկալումները ու վերջում Բաքվից Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի ներքին գործերին խառնվելու մեջ։ Մեջբերելով Փաշինյանին ուղղված Պուտինի խոսքի ռուսամետ ուժերին եւս ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու մասին հատվածը։ Թուրքիայի Ֆիդանից մինչև Եվրամիության կոսմ, Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսից մինչև Ալիևի պետական ASTV հրապարակային աջակցությունը Փաշինյանին միջամտություն Հայաստանի ներքին գործերին իհարկե չեն համարում։ Բաքվից ակնհայտորեն չեն ցանկանում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ լինի։ Բաքվին կոնֆլիկտ է պետք, ինչը տեսանք Կրեմլյան հանդիպման բաց մասում։ Բաքվում ճիշտ նույն չափ նաև չեն ցանկանում Հայաստան-Իրան նորմալ հարաբերություններ, որովհետև Բաքվին Սյունիքն է պետք։ Bəzi politologlar isə Որոշ քաղաքագետներ փորձում են լուրջ հարված հասցնել վարչապետի ընտրական վարկանիշին, ընդգծելով, որ vurğulayaraq baş nazirin seçki reytinginə ciddi zərbə vurmağa çalışır. Փաշինյանը հավատարիմ չէ ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ բարեկամական հարաբերություններին։ Նրանք խորհուրդ են տալիս Փաշինյանին մոռանալ Թրիփ նախագծի մասին։ Əlbəttə ki, daxili auditoriya üçündür. Çünki Zəngəzur dəhlizinin reallaşması bizim üçün sadəcə an məsələsidir. Այստեղ պետք է մի փոքր հստակեցնել։ Հայտարարությունը իհարկե ներքին լսարանի համար է, որովհետև Զանգեզուրի միջանցքի իրագործումը մեզ համար ընդամենը ժամանակի հարց է։ Այն ինչ տեղի ունեցավ Կրեմլում Փաշինյանի եւ Պուտինի միջև ոմանց ոգևորել է, բայց կարևոր է հիշել, որ կատարվածի ինականջները սրած հետևել են նաեւ Բաքվում եւ Անկարայում, ատամներն էլ սրած Սյունիքին նայելով։ Հաջորդ օրը Էրդողանի զանգը Պուտինին պատահականություն էր։ Հարվածել Հայաստանին, որը կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի հետ, թե Հայաստանին, որը նորմալ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որ պարագայում Ալիևի գործն ավելի հեշտ կլինի։ Հուշկու պատասխան տալը կա, բայց կա նաև դրանից հետոն։ Փաշինյանի անձնական շահերից բացի կա նաև Հայաստանի շահերը։ Մակերեսային լեզվակռվի եւ պետության անվտանգության թեկուզ ամենաչնչին գործոնի միջև, որը պետք է ընտրի Հայաստանի իրական առաջնորդը։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հյուրընկալվել է թուրքական հերթական հեռուստաալիքին մեկ ժամանոց հարցազրույցով եւ իհարկե նրան հարցրել են նաեւ ահա թե ինչի մասին։ Զանգեզուր կորիդորը Զանգեզուրի միջանցք կոչվածի վերաբերյալ վերջին ապդեյթները ըստ թուրքական կողմի։ Գլխավոր նորությունն այն է, որ անգամ թուրքերի համար այս պահին, այս հարցազրույցի պահին ամեն ինչ անորոշ է։ Սա չի նշանակում, որ թուրքերը հետ քայլ են անում։ Սա նշանակում է, որ թուրքերը կարող են նոր քայլ անել։
կրկնել, ինչը պետք է հաշվարկել, ընդ որում այդ նոր քայլերից մեկը ներկայացրել ենք իրական Թուրքիա նախագծի նախորդ թողարկումներում, որոնք կարող եք գտնել Alpha News-ի բոլոր հարթակներում։ Անորոշության ինդիկատոր է այն, որ Թուրքիայի նախարարը կրկնում է այն տեքստերը, որոնք ասում է արդեն տևական ժամանակ, ընդ որում, եթե անցած շաբաթ հույս ուներ, որ Հայաստանի տարածքում այդ Զանգեզուրի միջանցք կոչվածի շինարարությունը կսկսվի այս տարի, ինչպես ասել էր Փաշինյանը, այս շաբաթ այդ մասին ոչ մի խոսք։ Türkiye 224 kilometredir. Թուրքական կողմում երկաթգիծը 224 կիլոմետր երկարություն ունի։ Մենք դրա հիմքը գցեցինք անցյալ տարի եւ այժմ շինաշխատանքը շարունակվում է։ Ադրբեջանական կողմում գործը գրեթե ավարտված է։ Olan ilave yapılacak ve Zengezur yapıldığında yani Եվ Նախիջևանում արդեն իսկ զգալի մասն է ավարտված։ Կավելացնեն լրացուցիչ հատվածներ եւ երբ Զանգեզուրում էլ աշխատանքն ավարտվի, այն մեզ համար հասանելի կլինի։ Zengezur geçişi Պետք է արձանագրել եւս երկու հանգամանք թրիփ նախագծի Թրամփի ուղու մասին ոչ մի խոսք ու բառ, միայն Զանգեզուրի միջանցք ձևակերպումն է։ Եվ երկրորդն ու ամենակարևորը, Թուրքիայի նախարարը այս հարցազրույցում եւս ուղիղ խոստովանում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որով Հայաստանը փորձել են դուրս թողնել տարածաշրջանային երկաթուղային ցանցից, իրականում ձախողված պրոյեկտ է, չի բավարարում Թուրքիայի կարիքները։ Ու սա ընդգծում է Հայաստանի տարածքի ռազմավարական կարևորությունը, Հայաստանի խոցելիությունն ու հաղթաթուղթը միաժամանակ։ yani orası halihazırda bizim işleyen ama tam hem kapasitede biraz sıkıntı var. Այդ երթուղին դեռևս գործում է, բայց կան տարողունակությանն առնչվող խնդիրներ։ Մենք ցանկանում ենք ստեղծել այլընտրանքային երթուղի եւ սկսեցինք աշխատել այլընտրանքային նախագծի վրա, որը կսկսվի Կարսից, նշված է կարմիր գույնով ու կկապվի Իգդիր եւ Արալեկ քաղաքների հետ, այնուհետեւ Նախիջևան, այդտեղից Հայաստան, Զանգեզուրի միջանցքով եւ Ադրբեջան։ Bana oradan Ermenistan'daki Zengezur koridoru üzerinden Azerbaycan'dan Orta Asya'ya, Türk dünyasına daha kestirme bir yoldan bağlanmış olacağız. Մենք ավելի ուղիղ ճանապարհով կապ կունենանք կենտրոնական Ասիա եւ թուրքական աշխարհի հետ։ Նախատեսում ենք սա իրագործել 4-5 տարվա ընթացքում։ Եվ հենց այս թեմայի Հայաստանի տարածքով Թուրքիայի շահերը սպասարկելու մասին խոսելիս վրա է հասնում եւս մի նրբություն, որին Հայաստանում պետք է ուշադրություն դարձնել։ Bu bilek güreşi diyoruz ya ticaret koridorlarında, nakil hatlarında. Մենք խոսում ենք առևտրային միջանցքներում եւ տրանսպորտային գծերում պայքարի մասին, ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ։ Yani şu coğrafyada baktığınız zaman gerçekten hani şu haritada Երբ նայում ենք այս աշխարհագրությանը, Թուրքիան անփոխարինելի դիրքում է քարտեզի վրա եւ մենք պարզապես անգործ չենք նստել անտեսելով մեր դիրքը, լուրջ ջանքեր ենք գործադրում։ Ահա թե ինչու ենք մենք կյանքի կոչում այս միջանցքները։ Այստեղ պետք է հիշել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թրիփը կարող է դառնալ միջին միջանցքի, Թուրքիայի միջին միջանցքի մի մասը։ The Trip Route project, together with the opening of communications between Armenia and Turkey, have full potential to become an important component of the middle corridor. Սա հայտարարություն է, որը եթե ձևակերպենք ամենապարզունակ ձևով, Թուրքիայի վրա կարելի է վաճառել բավական թանկ գնով։ Սա նշանակում է առևտրային միջանցքներում Թուրքիային տալ հաղթաթուղթ, երբ Թուրքիան Հայաստանի հետ սահմանն անգամ բացել չի ուզում։ Միացյալ Նահանգների նախագահն ու պետքարտուղարից մինչև Բոլթոն խոսում են այն մասին, որ դիտարկում են Միացյալ Նահանգների դուրսբերումը ՆԱՏՕ-ից։ Քանի դեռ ոմանք այս քայլը կարող են դիտարկել որպես Թրամփի էքսցենտրիկ վարքի եւ Իրանում պատերազմի ձախողման կոնտեքստում, Թուրքիայում տեսնում են նոր փոթորիկը ու հաշվարկում հնարավոր ռիսկերը։ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պաշտպանում է Թուրքիան հենց ՆԱՏՕ-ից, այս իսկ կազմակերպության երկրներից ու առաջին հերթին Միացյալ Նահանգներից։ Մյուս կողմից այն պահից, երբ Թուրքիան անցավ ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, դարձավ թիրախ ՆԱՏՕ-ի թշնամիների համար, ինչպես Ռուսաստանն է։ Այս երկու նախադասությամբ են ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների շերտերը ներկայացնում թուրքական հեռուստաեթերում։ Kimse Rusya'ya NATO'dan çıkınca Ոչ ոք թող չմտածի, որ եթե ՆԱՏՕ-ից դուրս գանք, Ռուսաստանը մեզ գրկաբաց կընդունի։ Կգրկի, բայց այնպես, որ գրկախառնությունից չենք ազատվի։ Ռուսաստանը Թուրքիայի հետ կվարվի այնպես, ինչպես Ուկրաինա եւ Վրաստանի հետ Ռուսաստանի քաղաքականությունը ագրեսիվ է։ Այս բոլոր ձևակերպումները Թուրքիայի վախերի ինդիկատորներն են, այն Թուրքիայի, որ Երդողանը ինքնիշխան ու ինքնագլուխ ռեգիոնալ տիրակալի համբավին է ձգտում, բայց Թուրքիայում նրան այնքան էլ չեն հավատում եւ պարզվում է Թուրքիան ՆԱՏՕ-ի հովանոցի տակ թաքնված
վախկոտ է։ Եվ այս ամենը նշանակում է, որ Թուրքիան ունի բավականաչափ հիմքեր ՆԱՏՕ-ից կառչելու համար, բայց Թուրքերի խնդիրն այն է, որ ոմանք ուզում են դուրս շպրտել Թուրքիան ՆԱՏՕ-ից։ Եվ այդ գործընթացը Թուրքիայում կարծում են սկսվել է 2014 թվականից, երբ Ստամբուլում Էրդողանը արյունով ու մահերով ցրեց Գեզի այգու ցույցերը, ու ոմանք հասկացան, Թուրքիան չեն կարողանում ճկել իրենց ուզած կողմը։ Ընդ որում այդ ոմանք hենց Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցներն են, ոչ թե Ռուսաստանը։ 2014 yılında makaleler yazılmaya başlanıyor. Mesela bunlardan bir tanesi Michael Rubin. 2014 թվականին սկսեցին հոդվածներ գրել։ Օրինակ, դրանցից մեկը գրել է Մայքլ Ռուբինը, հայտնի դեմք Պենտագոնում եւ կենտրոնական հետախուզական վարչությունում։ Շատ կարևոր անձ։ Նա Իրաքում 2003-ին ձևավորված կոալիցիոն կառավարության Ամերիկայի կողմից նշանակված գլխավոր խորհրդականն էր։ Այս մարդը սովորական մարդ չէ եւ նա ասում է, որ Թուրքիան անհամատեղելի է արևմտյան արժեքների եւ ՆԱՏՕ-ի արժեքների հետ եւ պետք է դիտարկել ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացնելու հարցը։ Բայց խնդիրն այն է, որ ըստ ՆԱՏՕ-ի կանոնակարգի պետությունը կարող է հեռացվել դաշինքից միայն իր կամքով։ Դրա համար են ըստ այս քննարկման մասնակիցների Թուրքիայի ներսում արշավ սկսել դեռ Գեզի այգու ցույցերի օրերից մինչև Էրդողանի դեմ հեղաշրջման փորձը 2016-ին ու սիրիական զարգացումներ։ Բայց Թուրքիան ՆԱՏՕ-ից ինքնակամ դուրս չի գալիս, ինչը նշանակում է, որ այս պլանն առաջ տանողներն ունեն այլընտրանք։ Türkiye'nin NATO'dan biz atamıyoruz. O zaman iki alternatif var diyorlar. Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից կամավոր, բայց եթե դրան չեն կարողանում հասնել, ապա ասում են՝ եկեք ստեղծենք նոր ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ից դուրս։ Նոր ՆԱՏՕ ձևավորելու երկու հիմք կա՝ ազատվել Թուրքիայի հետ գործ ունենալու պարտադրանքից հին ՆԱՏՕ-ում եւ հին ՆԱՏՕ-ի արձանագրված մահը։ Ոմանք էլ Թուրքիայում կարծում են, թե ՆԱՏՕ-ի մահվան մասին լուրերը չափազանցված են, որովհետև արևելյան միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հոբ համակարգերն են ոչնչացրել Իրանում պատերազմի օրերին Թուրքիա հասած 4 հրթիռները եւ հենց սա է զսպում Իսրայելին, որը ինչպես կարծում են Թուրքիայում շատերը, Էրդողանից սկսած պատերազմ է մտմտում Թուրքիայի դեմ։ Եվ այստեղից էլ անում են եզրակացությունը, թե այդ ինչ ուժեր են փորձում Թուրքիան դուրս շպրտել NATO'yից. İleriki süreçte çıkması muhtemel bir İsrail-Türkiye savaşında NATO müttefiki olan Իսրայելի եւ Թուրքիայի միջև ապագայում հնարավոր պատերազմի ժամանակ Իսրայելի համար անհնար է լինելու Թուրքիան թիրախավորել է այն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է եւ ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենաուժեղ բանակը, որովհետեւ այդ հարձակումը ուղղակիորեն կտապալեն ՆԱՏՕ-ն, ՆԱՏՕ-ի հոբ համակարգերը։ Իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներում սիոնիստական լոբբին եւ ԱՄՆ-ում ներկա իսրայելցիները տարիներ շարունակ փորձել են անհամաձայնություն սերմանել ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի միջև։ NATO'dan Türkiye bir şekilde çıkmalı veya Amerika NATO'dan bir şekilde çıkmalı ki Նրանք այս պատերազմից հետո հստակորեն գիտակցեցին, որ կամ Թուրքիան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ կերպ պետք է դուրս գան ՆԱՏՕ-ից, որպեսզի ԱՄՆ-ը լինի Իսրայելի կողքին Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի ժամանակ։ Իսրայելը չի մարսում տարածաշրջանում Թուրքիայի վերելքը, համոզված է թուրք պրոֆեսորը, որը նույնպես կարծում է Նեթանյահուն հող է պատրաստում Իրանից հետո Թուրքիայի դեմ պատերազմի համար։ Եվ Թուրքիայի կամ Միացյալ Նահանգների անդամակցությունը ՆԱՏՕ-ին այդ պատերազմի ամենամեծ խոչընդոտն է։ Իրանի դեմ պատերազմն ընդհանրապես հրահրվել է ՆԱՏՕ-ն փլուզելու համար, պատերազմից 1 ամիս անց սկսել են կարծել թուրքերը։ Թրամփը կարող է փլուզել ՆԱՏՕ-ն մեղադրելով դաշինքի անդամ երկրներին Իրանի հարցում Միացյալ Նահանգներին չաջակցելու մեջ, բայց թուրքերը դաշնակցի աչքն են մտցնում փաստը, որ Միացյալ Նահանգների վրա հարձակում չէր եղել եւ Միացյալ Նահանգներն առանց դաշինքի անդամների համաձայնության է սկսել պատերազմը իրականում դաշինքի առարկություններով։ Եվ հիմա Թրամփի պահանջներն ու ակնկալիքները բացարձակապես չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ստեղծման եւ կառավարման կանոնակարգի որևէ հոդվածի, կարծում են Թուրքիայում։ Oysa şimdi neden NATO'ya ihtiyaç duyuyor? Burada Trump'ın temel hedefi uluslararası alanda zedelenen Amerika imajının Բայց ինչու է նրան հիմա ՆԱՏՕ-ն պետք։ Թրամփի գլխավոր նպատակն է այստեղ ինչ որ կերպ վերականգնել ԱՄՆ-ի վնասված միջազգային հեղինակությունը եւ ուժեղ դաշինքով ավելի ինտենսիվ հարձակում սկսել Իրանի դեմ։ Եվ Իրանի դեմ զանգվածային հարձակում սկսելով նա իրականում փնտրում է մեկին, ով կկիսի պարտության պատասխանատվությունը Իրանի դեմ պատերազմում։ Ինչ սցենար է սպասվում Թուրքիային կարճաժամկետ հեռանկարի
նկարում։ ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու պարագայում դաշինքի երկրները մենակ կմնան գլխավոր թշնամի հռչակված Ռուսաստանի հետ։ Պետք է առաջին հերթին վախենան եվրոպացիները, կարծում են թուրքերը, համոզված լինելով, թե իրենք հավասարակշռված քաղաքականություն են վարել, ինչը կփրկի իրենց ռուսներից։ Մյուս կողմից հարցնում են, թե արդյոք սա նշանակում է, որ եվրոպական երկրները կփորձեն մերձենալ Թուրքիային, ու Թուրքիան ՆԱՏՕ-ի նոր լիդեր են երևակայում, անգամ այդ դերի համար մրցակիցներին արդեն թիրախավորում։ Kesinlikle zaten Avrupa'da biliyorsunuz Trump'la belki bir senedir söylem zıtlığı var. Թրամփի եւ Եվրոպայի միջև հռետորական բախում է եղել մոտ 1 տարի եւ կար մի շրջան, եւ Թրամփը Եվրոպային մենակ թողեց Ուկրաինայի պատերազմում։ Եվրոպան անվտանգության նոր հովանոց էր փնտրում եւ միջև մենք տեսնում ենք Եվրոպայի ներսում լուրջ դաշինք, որը խոսում էր Թուրքիայի կարիքն ունենալու մասին, նաեւ տեսնում ենք այնպիսի երկրներ, ինչպիսին է Ֆրանսիան, որը խոսում էր Թուրքիայի դեմ։ Այժմ ՆԱՏՕ-ից Ամերիկայի դուրս գալը կընդգծի Թուրքիայի կարիքը։ ՆԱՏՕ-ի նոր լիդերը դառնալու մասին երազելիս թուրքերը կարող են չմոռանալ այս քննարկման սկիզբը ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալն Իսրայելի եւ Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի սկիզբն է նշանակում։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Հրայր Պալյան, հակամարտությունների կարգավորման փորձագետ, բանակցող եւ միջնորդ, որը 3 տասնամյակից ավելի ուսումնասիրել, մասնագիտացել է Միջին Արևելքի, Աֆրիկայի, Բալկանների, Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի հակամարտությունների հանգուցալուծման հարցերում բազմամյա փորձ է կուտակել, աշխատելով միջազգային կազմակերպություններում, ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնևի իրավունքի եւ հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոնում, Սարայևոյի միջազգային ճգնաժամային խմբում, Ատլանտայի կենտրոնում, որի ղեկավարն է եղել 2008-22-ին։ Աշխատել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի հետ։ Արցախի էջը փակ չէ եւ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, կարծում է Պալյանը։ Նրա նոր գրքում «Անավարտ խաղաղություն», որը հայերեն թարգմանել ու ներկայացնում են Նյումեկ հրատարակչությունը, արցախյան բանակցային գործընթացի մանրամասներն են։ Պարոն Պալյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Իհարկե առիթը ձեր նոր հրատարակված գիրքն է, Նյումեկ հրատարակչությունը թարգմանել է հայերեն ու ներկայացնում եք «Անավարտ խաղաղություն» գիրքը։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պալյան, առաջարկելու եմ նախ մեզ բացատրեք, թե ում համար է նախատեսված այս գիրքը, ով պետք է լինի ընթերցողն այս գրքի, եւ ընդհանրապես ինչու հիմա գրել բանակցային գործընթացի մանրամասների մասին, երբ հայտարարվում է, թե էջը շրջված է։ Հետո կհարցնեմ, էջը շրջված է ձեզ, թե ոչ։ Այս գիրքը սկսա պատրաստելու, գրելու, բրբդելու 3 տարի առաջ, նպատակ ունենալով խոսակցությունը սկսել, թե ինչու 30+ առավել տարիները վերջը Ղարաբաղի բանակցություններու գործընթացը փլուզվեց, ցախողվեց եւ Ղարաբաղ ինգավ հայատապվեց։ Ուրեմն նպատակը խոսակցությունը սկսել է ընդհանրապես մտավորական շրջանակներու մեջ, դիվանագետներու մեջ, ղեկավարներու մեջ, կուսակցություններու միջև, թե ինչու այս հոսասանք, ինչու եւ կարելի էր արդյոք բանել գեցնել այս ցախողությունը։ Եվ բրբդումներս ուրեմն քիրքը պատրաստելու ընթացքին եզրակացության եկա, որ ըստ ինձի 9 պատճառներ կային, թե ինչու ցախովվեց։ Մեկ պատճառ չէր, մեկ անձ չէր, մեկ ղեկավար չէր, որու պատճառով ցախովվեցինք, 9 տարբեր պատճառներ կային։ Մենք մեր պատասխանատվություն ունենք, որպես հայություն, մենք երբ որ գսեմ հայություն, մեր պատասխանատվություն ունենք, թե ինչու ցախողեցանք։ Նաև անշուշտ Ադրբեջանը իր պատասխանատվություն ունի, նաև միջազգային համայնքը իր պատասխանատվություն ունի, բայց չեմ ուզեր մոտ ցույց տալ, ուզեմ սկսել մեզմե։ Եվ այդպես էլ սկսած եմ իմ եզրակացությունից եւ որ եկած եմ։ Քիրքը անգլերեն թե նախ հայ անգլերեն գրած եմ քիրքը, հոս հայերենի թարգմանվեցավ, երկու քնալ անցյալ ամսվա ընթացքին, ուրեմն անգլերենը ամիս առաջ լույս տեսավ, հայերենը այս շաբաթ լույս տեսավ, շնորհանդեսը այս շաբաթ տեղի ունենա։ Ով պետք է կարդա գիրքը, ուսանողները, երիտասարդները, ավելի փորձառու մասնագետները, որ շրջանակի ընթերցողի համար են։ Գրնան ովևէ մեկը կարդալ գիրքը,
եւ իր հասկացածը վերցնել քիրքեն, որտեղ քիրքը նաեւ գուդա բացմությունը թե վետ աչեր նպատակը քիրքը կերո բացմությունը թե ինչպես Ղարաբաղը, ինչու Ղարաբաղը ըմբոստացավ 80-ական թվականներին Սովետ Միության եւ Սովետ Ադրբեջանի թեմ, ինչու բանջեց Հայաստանի միանալ, ինքնորոշման իրավունքին երթալ, իր մարդկային իրավունքները ոտնագող եղած են եւ այլն, անդեղեն պատերազմներու ուրեմն բացմությունը 90-94-ի պատերազմի բացմությունը, անշուշտ 16 թվականի բացմությունը, պատերազմի 20 թվականի բացմությունը, 23 թվականի կատաստրոֆը ասամփողջի մասին գկրեմ, բայց քիրքը ընդհանրապես ավելի նպատակ ուներ փանակցային կորձընթացը վերլուծել, փախտadel միջազգային այլ փանակցային կորձընթացներու հետ, փախտadel միջազգային կորձընթացներու մասնակիցներու, ասենք, թեորիներուն հետ եւ տեսնել թե ուր ենք վերջի ինչու հոսասանք։ Պետք է ասեմ, որ այս առումով շատ արժեքավոր պետք է լինի, որովհետև մեզանում հավանաբար դուք էլ նկատած կլինեք, հատկապես երիտասարդները փուլային, փաթեթային տարբերությունները, նրբությունները, Կազան, Քիվեստ, Մադրիդյան սկզբունքներ, տարբերությունները, ինչ է եղել, մեծ հաշվով անուններ լսել ենք, բայց հատկապես իմ հասակակիցներս, եթե կարող եմ այսպես ասել, շատ մանրամասնություններով չգիտեն, այս առումով կարծում եմ գիրքը արժեքավոր է լինելու։ Հիմա անավարտ խաղաղություն վերնագիրն է, մենք ամեն օր լսում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Որն է խնդիրը, կհավատաք։ Ես կսեմ ոչ տակավին։ Այսինքն զենքերը չեն գրագեր, գրագոտ չի գա, նվազագույն զինաթաթար գա, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, այսինքն ինիշիալ եղած է անգլերենով, ներեցեք որ անգլերեն բառեր օգտագործեմ, նախաստորագրված է, որոշ պայմաններ տրված են Ադրբեջանի կողմէ Հայաստանի, որ այդ պայմանները լրացնել են, վերջ Ադրբեջանը ասած է պիտի ստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Այդ պայմանները ըստ երևույթին կորզատության մեջ են, սահմանադրության փոփոխություն։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, բայց ադրբեջանցիները այսպես են ձևակերպում, տնային աշխատանք են տվել Հայաստանին եւ ընդհանրապես պայմաններ թելադրելը, այսպիսի վերաբերմունքը իրոք խաղաղության ճանապարհն է սա։ Նայեցեք, խաղաղության բանակցություններում մեջ հաջող կտեսնանք, ես մասնակցել եմ 20-25 խաղաղության բանակցություններում, հաջող կտեսնանք կողմերը իրար պայմաններ կպայմանավորեն իրենց ստորագրությունը այս կամ այն ակտը կատարելու համար։ Ադրբեջանը այո, որքան նվազելը որպես բանակցող, ես կսեմ, որպես միջնորդ մենք միշտ կսենք բանակցող կողմերում, որ որքան նվազելա նախապայմանները ստորագրության, այնքան ավելի հեշտ կլա առաջերտալ խաղաղության գործընթացի մեջ։ Այս բարակային մենք նախապայմաններ ունենք, բացենի բաց գրված եւ նաեւ թաքնված։ Եվ կան հարցեր, որոնց մասին չի խոսվիր այս խաղաղության նախագծին մեջը։ Օրինակ, փանդարգյալներու հարցը, բադանքներու հարցը, երբ երկու երկիներու միջև կան 19 բադանք, այսինքն Հայաստանեն հայ 19 բադանքներ ադրբեջանական փանդերու մեջ կգտնվին, գրնամ ասել, որ այդ խաղաղությունը գրնա թուղթի վրա ստորագրվել, դակավին վերջնական ստորագրվի իսկ, բայց խաղաղություն չի հաստատվիր երկու ժողովուրդներու միջև։ Նախ այդ ժամանակ կբանջի երկու ժողովուրդներու միջև, բայց որքան խոչընդոտը լա երկու երկրներու միջև, որքան արգա հարցերը լան երկու երկրներու միջև, նույնիսկ անվանական խաղաղությունը հաստատելը դժվար բիլա։ Բադանքներու հարցը 1, սահմաններու հարցը 2, 240 քառակուսի կիլոմետր հայաստանյան սուվերեն հողերու կրավումը ադրբեջանցիներու մեջ է, այս բոլորի մասին ոչ մի խոսակցություն կա, նույնիսկ ուրեմն գրված թուղթին վրա։ Մեր բանակցողից գոհ եք, պարոն Պալյանը, ինչու եմ սա հարցնում ձեզ, ձեր փորձառությունը հաշվի առնելով եմ հարցնում, պատերազմից հետո, այսպիսի ելքով պատերազմից հետո, արդյոք պետք չէր, որ բանակցողը փոխվեր։ Այդ մասին չեմ ուզեր արտահայտվել անգեղծորեն, չեմ ուզեր պետք է փոխվեր, թե պետք չէ փոխվեր,
Փաստը այն է, որ բանակցողը ունենք, բանակցողը Հայաստանի կառավարությունն է, եւ գմնա Հայաստանի կառավարության բանջարերը լար բոլոր հարցերուն, որ գուզե հայություն այսօր։ Դուք տեսնում եք այդ պահանջատիրությունը։ Փանդարգերների հարցով չեմ տեսնար անգեղձորեն։ Սահմաններու հարցով չեմ տեսնար։ Այսօր 2 տարի է, 3 տարի եւ սահմաններու գծումին անցած ենք եւ թեր չենք հասած դեղմո, ուր բացի Տավուշի շրջանեն, չենք հասած դեղմո, որ Ադրբեջանին ըսվի որ ասպարծունքներն է, որ 2020-ը քանի էր 2-3 թվին կրավեցիր եւ դուրս աստեղեն։ Դուրս։ Ես չեմ տեսնար ադիգաթեր։ Կարծում եք Ադրբեջանը, որի հովանավորը նաև Թուրքիան է, հայ ժողովրդի հետ խաղաղություն է ուզում, որն է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ հաշվի առնելով նաև պատմական հետագիծը ու այսօրվա աշխարհակաղակական իրավիճակը, երբ ուղիղ տեքստով ասում են, որ միջազգային իրավունք չկա, Իլհամ Ալիևին եմ ես հիմա ցիտում եւ ամեն ինչ ուժն է որոշում։ Սա մեզ ինչ պետք է հուշի։ Նայեցեք, ինձ դուրսենտի դելով, մասնագիտ չլալով աս խաղաղության գործընթացին, դուրսենտի դելով, ինձի համար հստակ է, որ թե Թուրքիան եւ մանավանդ Ադրբեջանը կփորձեն Հայաստանի քիթը ցեխի մեջ խոթել ամեն քայլի, այսինքն նվաստացնել Հայաստանը, աչեն ցախեն, ամեն քայլի նվաստացնել Թուրքիան ալադոր մասնագիծ է։ Թուրքիան ինչու այսօր սահմանները դակավին չի բացած։ Ժամանակին գսեր որ Ղարաբաղի հարցը լուծվել են վերջ լավ, ըստ իրենց Ղարաբաղի հարցը լուծված է։ Ինչու դակավին ճանապարհները փակեն, Թուրքիո սահմանը փակե։ Ինչու Ադրբեջանի սահմանը փակե։ Այո, մի քանի շոկեգար կամ Պերնադար Աբրանք փոխանցվեցան, բայց ադիգա այսպիսի գործընթաց կարելի չէ ցկել Ադրբեջանի ֆրանսերեն գսեմ bon volonté-ին, այսինքն բարի գամեցողության, ասում այս հարցերը պետք է գրված լան եւ խաղաղության համաձայնագիրը, որ թուղթի վրա է այսօր եւ նախաստորագրված է, այսպիսի հարցերը պետք է հստակորեն սահմանած լան։ Կարող են Թուրքիան եւ Ադրբեջանը հանդուրժել իրենց կողքին Հայաստան, որը զարգանում է տնտեսապես նաեւ, որը ներկայանալի է դառնում, որը ուղղում է պատերազմից հետո գրացած մեջքը։ Այնինչ որ գնեն մինչև այսօր ինձ կասկածի գենթարգե թե Հայաստանի առնչությամբ այս երկու երկրները ինչ վերաբերմունք ունին, ինչ վերաբերմունք կուզենեն ունենալ աբակային։ Գմնա Հայաստանին, այո, որպես բարդված երկիր, բարդվեցանք 20 թվին, բարդվեցանք 23 թվին, բարդվեցանք այն սահմաններու կրավման ժամանակ, որ 240 քառակուսի կիլոմետրը գործունեություն գմնա մեզ ցույց տալ, որ մենք խտվիլակ չենք, ասին անտին նետվելիք երկիր չենք, այսինքն մենք ալ արժանապատվություն ունենք եւ մեր արժանապատվությունը պետք է հարգվի։ Այսինքն գմնա Հայաստանին ցույց տալ։ Կարող ենք դա անել, որովհետև հիմա մեզ համոզում են, ասում են եկեք Արարատին չնայենք, Արագածին նայենք։ Ասում են եկեք 1915 թվականի պատմությունը դեռ ուսումնասիրենք, հասկանանք ինչ է եղել, ինչպես է եղել, ինչու է եղել։ Նայեցեք, ինձի ոյ մեկը չի գնար արկիլել Արարատին նայել չնայելը։ Ադիմ կորձ է, իմ իրավունքս է, գնայիմ ամեն օր, կզմայլիմ եւ փառք կուտամ, որ Արարատն հոն է, Արարատը գոյություն ունի։ Հիմա Հայաստանը եթե գուզե Արարատի նկարը վերցնել իր պասպորի վրայի գնիկեն կամ ասինչեն անինչեն, ես կխորիմ, որ անիմաստ բան է ասիկա, որ գնեն իրենք, բայց իրենց գիտնալիքն է անշուշտ իրենք են կառավարությունը գնեն, ժողովրդին կմնա ադիգա այո ասել կամ ոչ ասել այդ քայլերուն։ Բայց ես կսեմ, սխալ է, ըստ ինձի սխալ է այս մոտեցումը, ամբողջովին։ Եվս մեկ մոտեցում, շատ է խոսվում, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցի մենակ։ Եվ սա նաև թուրք-ադրբեջանական պահանջ էր, որ միջնորդներ բանակցային գործընթացում չլինեն, որ երաշխավորներ չլինեն բանակցային գործընթացում եւ Հայաստանը մենակ լինի կանգնած մեծ հաշվով Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ։ Այսինքն Ադրբեջանն իր միջնորդը ունի։ Նայեցեք, trip-ը մեջտեղ բիդի չի կար։
եւ այդ խաղաղության համաձայնագիրը պիտի չի նախաստորագրվեր, եթե Թրամփի միջնորդությունը չլար։ Այո, նախաբես համաձայնած էին տեքստին 17 հոդվածներուն եւ այլն, բայց ոչ Թրիփին։ Եվ ասիգա գբարդինք ինչքան որ ես անհաբես որպես ամերիկահայ Թրիփի հետ, բանի հետ, Թրամփի հետ մեծ հարցեր ունիմ, բայց պետք է ասել որ շնորհիվ Թրամփի միջամտության այս համաձայնությունը եղավ։ Հիմա կարելի է վիճիլ թե Թրիփը մեզի օգտակար է թե ոչ, այդ համաձայնագիրը մեզի օգտակար է թե ոչ, բայց մի մոռնանք, որ ուրիշի երրորդ կողմի միջնորդության բաժարով է որ Թրիփը եւ համաձայնագիրը նախաստորագրվեցան։ Այսինքն այո, լավ է որ երկու երկիրները իրար միջև փանակցին, բայց նաեւ երրորդ կողմի միջամտությունը միշտ կողքն է մանավանդ եւ որ կողմերեն մեկ եւ անհավասարություն կա եւ կողմերեն մեկը իսկապես դգար թիրքերեկ ու կա փանակցություններում։ Կարծում եք որ Թրիփը կզսպի Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը այն պարագայում, երբ Ալիևը բառացի ասում է Երևանը պատմական ադրբեջանական հող է։ Նայեցեք, Թուրքիան ռետորիկ կգործած է, Թուրքիան ներողություն, Ադրբեջանը Ալիևը ռետորիկը կգործած է, ամեն ցեվով նորեն բախարագելու, նսեմացնելու Հայաստանը։ Լա այդ հայտարարելով Երևանը, Սևանը, Սանկեզուրը, Սյունիքը բոլոր իրենց կպատկանին եւ պետք է ասի յետ վերցնեն եւ այլն։ Նվազեցուցած է, բայց չէ վերցված ամբողջությամբ այս տեսակ ռետորիկը։ Թրիփը Սյունիքին սպառնացող, օրինակ, միայն Սյունիքը վերցնենք, սպառնացող անվտանգային ռիսկը զսպում է։ Հիմա շատ խոսույթ կա, խոսակցություն կա, որ Թրիփը Զանգեզուրի միջանցքի այլ խոսքն է, նույն բանն է։ Ես այդպես չեմ խորիր։ Թրիփի մեզի օգտակարելը կամ վտանգելը մանրամասնությունն են մի գախվի։ Այսօր Թրիփի մանրամասնությունները դակավին հստակ չեն։ Օրինակ համար Թրիփի համաձայնագրի մեջ, հայտարարության մեջ, բան մգա որ գսե Թրիփի Ադրբեջանը Նախիջևանի հետ ուրեմն հարաբերությունը պիտի հաստատի Թրիփի միջոցով, նաև միջին ասկյո հետ, այսինքն միջին Ադմիչանսկի Մոսկվին բազում է Թրիփը, համաձայն ուրեմն Հայաստանն նույնպիսի իրավունքներ պիտի ունենա Ադրբեջանի փոխադարձներողություն, իրավունքներ պիտի ունենա Ադրբեջանի մեջ։ Այդ մասին ովև մեկը չի խոսիր այսօր, չեմ հասկնար ինչու։ Որովհետև Թուրքիան երկաթգիծը կկառուցի ամբողջովին նոր երկաթգիծ, շարժվելով դեպի Կարսից դեպի Նախիջևանի հետ սահման, ոչ թե դեպի Գյումրի։ Այո։ Սա ըստ ձեզ ինչ է նշանակում, սա արդյոք նշանակում է, որ իրենց ուզածը որոշ չափով ստացան ու Հայաստանը ոչ ոք ապաշրջափակել չի պատրաստվում, Հայաստանին շնչել ոչ ոք չի պատրաստվում։ Կարող է այդ նշանակել, բայց կարող է նաև եթե Հայաստանը բարդատրե, որ ասմանրամասությունները ավելի զարգացվին եւ մեր իրավունքները պաշտպանվին այս համաձայնագրի մեջ, կարելի նաև որ մեր իրավունքները պաշտպանվին Թրիփի միջոցով։ Այսինքն Թրիփը թեր չվերջացած աշխատանքն է, որը վրա պետք է աշխատել եւ ավելցնել։ Այնպես ինչպես որ շատ բան չի նշանակել այսօր Թրիփը։ Հիմա Իրանում պատերազմը սկսվեց, պարոն Բալյան, եւ կարծես թե հրապարակավ արդեն խոսվում է այն մասին, եւ Փաշինյանը նաեւ ասաց, որ Թրիփն այլևս ամերիկյան այս պահին ամերիկյան առաջնահերթություն չէ։ Լավ, ինչ է լինելու Թրամփից հետո Թրիփը մնալու է ամերիկյան առաջնահերթություն։ Ես կխորիմ, որ ընդհանրակը Թրիփը ավելի առաջնահերթություն բիլա Ամերիկայի համար այս պատերազմի պայմաններուն, երբ որ Իրանը իսկապես դակնուվրա եղած է եւ հավանաբար շատ ավելի դակնուվրա դառնա հաջորդ շաբաթներու ընթացքին, ուրեմն Թրիփը միջին Ասիայեն ապրանք փոխադրելու համար Թրիփը ավելի կարևորություն կստանա այսօր, բայց նաև վտանգը կա այսօր թեմը Ամերիկայի ներկայությունը Թրիփի վրա ինչ հագաստեցության պիտի մղե Իրանին այս վարակային։ Այս հարցն է այսօր, այսինքն Իրանի պատերազմը իսկապես ամբողջ տարածքաշրջանը իրար խառնած է, նոր մարտահրավերներ ստեղծած է, որոնց մասին պետք է լրջորեն մտածել եւ հագաթարցել կամ նախազգուշություններ առնել ըստ այնմ։
Պարոն Բալյան, Արցախում պատերազմից հետո, երբ Էրդողանը մեկնեց Նախիջևան, իրենց թուրք-ադրբեջանական գազատարի հետ կապված հարցերով, թուրքական մեդիան լուսաբանում էր հետևյալ կերպ եւ հետևյալ հայտարարություններն էին հնչում. նախ Նախիջևանը, հետո Արցախը, Ղարաբաղը, հետո Սյունիքը, հետո Սյունիքը, այսինքն պլանը շատ իրենք բաց խոսում են, ոչ ոք մեզնից չի թաքցնում, թե ինչ են պլանավորում։ Լավագույն տարբերակներ եւ լուծումներ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իմանալով, որ հաջորդը ճանկերը խրելու են Սյունիքի մեջ։ Նայեցեք, երկու կողմերն է, Թուրքիան եւ Ադրբեջանն դասնյակ դարբեր անիմաստ անբալասխանադու հայտարարություններ գնեն Հայաստանի թեմ եւ Ղարաբաղի թեմ գնային ժամանակին։ Մեր մեջն ա գանյունը։ Մենք այսպիսի հայտարարություններ գնենք, բայց ոչ կառավարական ամբիոն։ Գուցե գլխավոր տարբերությունը դա է։ Բայց մեր կողմեն նաև անբադասխանադու հայտարարություններ եղան կառավարության ամբիոն են 20 թվին, որ քրքրեց նվազագույնը, այսինքն Կասուս Բելին դվավ բادرազմին նվազագույնը։ Սապար բادرազմ դեղի ուներ, բայց առաջացուց բادرազմի թիմելի իրենց։ Այսինքն ուշադրի պետք է լար թե ինչ կխոսենք։ Թե հոս իրենք ալ ուշադիր պետք է լալ ինչ կխոսին, ինչպես կհագաթարցենք նաև պետք է ուշադիր լալ։ Պետք էր գնալ եւ Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Նայեցեք, ես հոդված գրած եմ ասմասին, ներեցեք որ ընդմիջեցի, ասմասին երկար հոդված գրած եմ, թե սահմաններու անցերմխելությունը մեկ բան է։ Երկու երկիրներն ստորագրեցին անիգա 91 թվին Ալմատիում։ Բայց անգեհանտին կա նաև ինքնորոշման իրավունք։ Արցախը ուներ եւ ունի դակավին ինքնորոշման իրավունք։ Եվ այդ ինքնորոշման իրավունքին Արցախը փորձեց միանալ Հայաստանին, ադիճեղավ եւ հայտարարեց իր անկախությունը։ Okay? Ուրեմն ինքնորոշման իրավունքը գաբ ունի սահմաններու անցերմխելիության մեջ, մինչև անադեմ, որ այն երկիրը, որու սահմաններու անցերմխելիության մասին կխոսենք, կհարկե բոլոր իր ժողովուրդներու իրավունքներուն։ Հստակորեն Ադրբեջանը նույնիսկ սովետական ժամանակաշրջանին չեր հարկեր հայերու իրավունքները, մարդու իրավունքները։ Պարոն Բալյան, հիմա ադրբեջանցիները բողոքում են, որ Ադրբեջանն անգամ ադրբեջանցիների իրավունքները չի հարգում։ Հա, ադակա, անշուշտ, այո, շատ ճիշտ է, մատնանշումնի, ճիշտ է, Ադրբեջանը ընդհանրապես իրավունքի երկիր չէ, վերջ, հստակ է ադիգա, վերջ, իրենց, ինչպես ասիկ, իրավունքները չեն հարկեր, նաև Հայաստանի փոքրամասնության իրավունքը շատ ավելի խիստ հարց է, եւ հոն է, որ գծակի Ղարաբաղցի հայերու ինքնորոշման իրավունքը Եվ ադիգա չի կարելի մարել, որ բարձրացնելով որ սահմաններու անցերմխելիությունը գմարե ադիգա։ Այդպես չէ։ Միջազգային իրավունքի բաներ կան, հատվածներ կան, հարցեր կան, որ կպաշտպանե Արցախի հայության իրավունքի, նորոշման իրավունքը։ Ձեր այս ասացից հետևություն եմ անում, որ ձեզ Արցախի էջը փակված չէ, ամեն ինչ ավարտված չէ։ Ոչ, փակված չէ։ Հարցը փակված չէ։ Պարոն Բալյան, հիմա նվազագույն արցախցիները վերադարձի իրավունք ունին։ Իրենց կոթողները պաշտպանության իրավունք ունին։ Դա հնարավոր է, որովհետև Հայաստանում կառավարությունը ասում է ոչ, դրա մասին լրեք, այդ հարցը պետք է փակել։ Արցախցիներուն գենա պաշտպանել իրենց վերադարձի իրավունքը։ Մի թեմա էլ կա, հավանաբար վերջին հարցս կլինի, պարոն Բալյան, որ նաև որպես Փյուրքի ներկայացուցիչ ձեր դիրքորոշումը հայտնեք ամեն դեպքում ցեղասպանության թեմային է վերաբերում հարցս։ Պաշտոնական դիրքորոշումը այս պահին Հայաստանի կառավարության հայտնի է, առաջնահերթություն չէ արտաքին քաղաքականության, հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ընդունելի է սա ձեզ համար։ Ցեղասպանության հարցը գոյություն ունեցած է դակավին ունի, ոչ մեկը չի գնալ ադիգա մեջտեղեն վերցնել arbitrary ցեվով, այսինքն գամայական ցեվով, բայց բարձրապես հայտարարելով որ ցեղասպանության հարցը փակված է։ Բայց նաև ասեմ միևնույն ժամանակ, որ Հայաստանի եւ Թուրքիո Տիվանեկիդական հարաբերություններու հաստատումը, այսինքն երկու երկիրներու միջև նորմալացումը հարաբերություններու պետք չէ գախյալ լա ուրիշ հարցեր է։ Այդ հարցը պետք է առանցին
լուծվի, այսինքն թիմանակիդական հարաբերություն հաստատվի, սահմանները բացվին եւ ինչ որ արգա հարց կա Հայաստանի եւ Թուրքիո միջև, այսինքն նստվի եւ երկու երկրներու ներկայացուցիչներու միջև, ժողովուրդներու միջև ինչու՞ չէ, նյութ դառնա խոսակցության, վիճաբանության, հարցատման եւ լուծումներ գտնվին։ Շատ լավ։ Ինչ պետք է անել ցեղասպանության հետ, լռել ցեղասպանության մասին, որովհետև Թուրքիայի համար այս հարցը, թե ինչքան զգայուն է Թուրքիան արձագանքում, անգամ Նեմեսիսի հուշարձանի բացումը Երևանում դարձավ այս բանակցային գործընթացում պաուզայի պատճառ, կարգավորման գործընթացում Էրդողան-Փաշինյան։ Թուրքիայի համար այս հարցը զգայուն է։ Նախ հարցնելու եմ ձեզ, ինչու է զգայուն Թուրքիայի համար այսքան ցեղասպանության հարցը նաև։ Թուրքիո գեցվածքին ցեղասպանության առնչության պատասխանը երկու շաբաթեն, 3 շաբաթեն գտեսնան, ժողովուրդը հուշամատյան բիդերտա իրենց հարկանքը հաստատե, ինչպես Ամերիկայի փոխնախագահը Սայրս Ջեյդի Վենսը իր հարկանքը մատուցեց ցեղասպանության զոհերուն համալիրը այցելելով, ծաղիկ դներով, աղոթելով։ Ժողովուրդը նույնպես պիտի ամբողջ արտասահմանի հայությունը նույն գեցվածքը պիտի ցույց տա։ Պատասխանը ադե։ Մենք մեր ներիքը գնենք, մենք մեր պատասխանը կտանք, մենք մեր հարկանքը կմատուցենք, կհիշենք, պահանջները կտնենք եւ ինչու է կարևոր այդ պահանջները ունենալ։ Ես անգամ չեմ հստակեցնի, թե ինչ պահանջներ։ Լավ, ինչու է կարևոր հիշել ցեղասպանության մասին եւ հիշեցնել։ Նայեցեք, դա ինքնանպատակ է, դա ուղղակի Թուրքիային վնասելու համար է, թե դրա մեջ կա այսօրվա Հայաստանի անվտանգության բաղադրիչ։ Առաջին պահանջը, որ կա Թուրքիային, Թուրքիան ճանաչի, որ ցեղասպանություն կորզված է 15-ին 18 դեպքում, որոնց կարգին իմ ծնողներս, մեծ ծնողներս զոհ կացած են, երկու կողմենա, հորս մորս կողմե, հոստեղ թաղամասը ունիկ, որ կգոչվի արաբկեր եւ ուրիշ թաղամասներ, որ բոլորը վերիշեն իրենց նախկիններու, նախնիկներու, ուրեմն քյուրերը, քաղաքները, քյուրաքաղաքներու անունները, այսինքն ավելի ինչ ասել։ Ավելի ինչ ասել։ Հիմա փորձում են այսպիսի մտահոգություն, այսպիսի թեզ տարածել, թե ցեղասպանությունը թուրքերը չէ, որ իրագործել են։ Հետևաբար ես ձեզ հարցնելու եմ, ըստ ձեզ գուցե հավանաբար պարզունակ կհնչի այս հարցս, բայց ով է իրագործել հայոց ցեղասպանությունը եւ ինչու։ Շատ հստակ է, պատմությունը ցույց կտա, թերևս հարյուրավոր, թերևս հազարավոր քիրքեր լույս տեսած են ասարցի առնչությամբ, թե հայերու կողմէ կրված, թե ոչ հայերու կողմէ, օդարներու, ուրիշներու կողմէ, մասնակետներու կողմէ կրնած, որ գուցուցացրեմ, որ ցեղասպանություն կորզված է հայերու դեմ, իթե ցեղասպանություն բառը, ջենոսիդ բառը հնարված է Լեմկինի կողմէ, օրինակ ունենալով հայերու ցեղասպանությունը թուրքերու կողմէ, օթոմաններու կողմէ։ Ինչու, պարոն Բալյան։ Ինչպես։ Ինչու ցեղասպանեցին հայերին։ Ինչու ցեղասպանեցին հայերը։ Ադիգա երկար հարցում է։ Ադի շատ երկար պատասխան։ Երկու գլխավոր համառոտ պատճառ։ Որովհետև հայությունը սեբմներ Թուրքիո եւ ուրիշ թուրք ասկերու սկսյալ հյուսիսային կամ արևելյան հարավային Կովկասեն մինչև կենտրոնական Ասիո երկիրները, բոլոր ստանները եւ Թուրքիան ուրեմն կփորձեր փանթուրանական իր այդ թուրք ղեկավարները, օթոման ղեկավարները կփորձեին այդ փանթուրանական ծրագիրը իրագործել, Հայաստանը այդ իր ծրագրի միջև խոչընդոտ մներ ըստ իրենց եւ այդ խոչընդոտը վերցնելու համար փորձեցին ամբողջովին վերցնել հայությունը այդ տարածքաշրջանեն եւ հաջողվեցան Արևմտյան Հայաստանի մեջ։ Անթուրանական այդ ծրագիրը, այդ թուրան կոչվածը, ըստ ձեզ մնացել է պատմության գրքերում, թե դեռ ակտուալ է։ Որոշ չափով դակավին ակտուալ է։ Պարոն Բալյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք գիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։